Մենք 2018-2019-20 թվականներին շատ ակտիվ քննարկում էինք ունենում մեր էներգետիկա աղբյուրների դիվերսիֆիկացման մասին եւ ըստ էության այս ընթացքում վերականգնող արևային էներգիայի ատոմակայանի համարյա 2 հզորության մենք արևային հզորություններ ենք գեներացրել։ Իհարկե ես համարում եմ լուրջ ձեռքբերում, իհարկե էներգետիկ ոլորտի կառավարման առումով որոշակի նոր իրավիճակ է առաջացել, որտեղ ադապտացվելու կառավարման խնդիրներ կան, բայց ինքնին այդ ցուցանիշը ես չափազանց կարևոր եմ համարում։ Պատկերացնեք, չնկատելով 2 ատոմակայան ենք ստացել, եւ հիմա հարցը այդ 2 ատոմակայանի ինչպես կառավարենք, դա երկրորդ խնդիրն է։ Իհարկե ուզում եմ ասել նաեւ, որ մենք էներգետիկայի ոլորտում գիտեք, որ ունենք խնդիրներ, այդ թվում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված։ Հիմա տեսեք, օրինակ, երեք ես մասնակցում էի կոմպլեքս հիպերմոլի բացման արարողությանը եւ բացման արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց։ Պատկերացնում եք, մարդիկ $70 միլիոն ներդրում են արել, 70 միլիոն, համեն դեպս ես ինձ տենց ասցին եւ չեն կարողանում բացման արարողություն անել նորմալ։ Անդադ խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավում եւ այլն եւ այլն։ Այստեղ 2 տարբերակ կա։ Իհարկե ես ասել եմ, մի տարբերակն է նա, որ հատուկ սաբոտաժ է արվել, մյուս տարբերակն է նա, որ համակարգը տեխնիկապես ի վիճակի չի։ 2 դեպքում էլ իրանք բոլոր գծերը անցել են եւ այն ինչ որ ասել եմ, մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Իհարկե process-ը չի լինի մի փուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ կառավարումը եւ հետագա գործընթացները պետականացման եւ անկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ եւ արդյունավետ իրականացնենք։ Իհարկե հարցը քաղաքական մակարդակով մենք քննարկվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում։ Ես գիտեմ, որ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նույնպես քննարկումներ է ունեցել եւ այդ թվում կառավարության գործընկերների մենք համատեղ աշխատանքով նաև օրակարգում այսօրվա ընդգրկված է եւ արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն եւ շատ արագ ես կարծում եմ, որ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա, այսինքն դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, կառավարությունը կստանձնի Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարումը եւ այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով են գնում։ Բայց ես էլի ուզում եմ մի ռազմավարական հարցի անդրադառնամ, որ որևէ սցենարով էլ որ մենք գնանք, մենք մի X պահի պետք է ապահովենք Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության բաժնետորմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը մեր այս ընթացքի փորձը հաշվի առնելով պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի ոչ միայն ընկերությունները, այլև քաղաքացիները իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն բաժնետոմսեր ձեռք բերել։ Ես ուզում եմ մեզ հիշեցնել նաև, որ մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում, որպեսզի մեր քաղաքացիները իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել եւ օգտագործել հետագայում այնպես, ինչպես իրենք են ուզում։ Սա մեր հարուցած գործընթացների կարևոր վերջնակետերից եւ արդյունքներից մեկը պետք է լինի։